Ամենամուլտիպլիկացիոն ողջույնները ձեզ, իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Ողջունում են նաև իմ ետևում գտնվող ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները։ Իհարկե ողջունում են ապաչիները։ Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, էլ որ ասեմ, աղի ձողիկներով, նախաճաշիկներով, ինչպես նաև նոր ապրանքատեսակ, մարշմելոններով 3 համի, արևի համով, ամպիկի համով եւ ջիածանի համով։ Գիտեմ դուք շատ եք սիրում մարշմելոններ եւ մենք այս շաբաթվա սկզբին նկարեցինք հենց այս հերոսներից մեկին ապաչին։ Քերին այնտեղից իրեն կոտորում է ձեռքով, ասում է ես էլ եմ ձեզ ողջունում սիրելի փոքրիկներ։ Եվ ես ձեզ Քերուանունց եմ խոսում, ժամապահ Քերու։ Երկար ժամանակ կտամ, որպեսզի այսօր նկարեք մի նոր մուլտիպլիկացիոն հերոս։ Իսկ հիշում եք, չէ, ինչ էր խոստացել Քերին։ Քերի Մուլտիկնիկը արդեն։ Երբ որ մենք նկարեցինք մարշմելոյի ապաչին, խոստացավ Քերին, որ այս շաբաթվա ընթացքում նկարելու ենք ապաչիներ։ Հիշում եք, չէ, մենք նկարեցինք արջուկ ապաչի, մարշմելոյի ապաչին։ Այսօր նկարելու ենք ապաչի կատու, կատուների ցեղի ապաչին։ Տեսնենք ինչպես կստացվի, դուք ձեր գունավոր մատիտները, սպիտակ թղթիկները, սև կախարդական մատիտը եւ ռետինե ջնջոցը պատրաստ պահեք։ Մրցույթ եմ հայտարարել, այս բոլոր նկարները նկարում եք, գուցե հորինում եք մի փոքրիկ պատմություն կամ հեքիաթ, ուղարկում եք Քերի Մուլտիկնիկին, ապաչիները նայում են, տեսնում են ձեր նկարները, լսում են ձեր հեքիաթ պատմությունները, ձեզ հաղթող են ճանաչում, հրավիրում են Քերի Մուլտիկնիկի արվեստանոց, դուք ստանում եք այս նվերները, մասնակցում եք նաև մեր հաղորդմանը։ Լավ է, չէ՞։ Դե ինչ պատրաստ եք, չէ՞, նկարել ապաչի կատու, գուցե ապաչի կատուների ցեղի առաջնորդին։ Հենց ձևով եմ սովորեցնել նկարել, տեսեք ինչ ենք անում։ Դե ինչպես ասեմ, ճակատային ուլունքներով ամրակ ասեմ, կամ թագ ասեմ, լավ, ինչ կլինի։ Այսպես ուրեմն շերտիկ ենք այստեղ նկարելու, բարակ շերտիկներ, 1, 2, կլորիկներ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, լավ, 5, այստեղ գլխակապի շորնը կամ թագը, ինչպես ցանկանում եք այդպես էլ անվանեք, էլի կլորիկներն ենք անում, և շերտիկը, ինչ լավ է, ոչ չէ, եթե այստեղից ես ականջներ նկարեմ լայնատերև, օպ, օպ, այստեղից էլ լայնատերև ականջ նկարեմ, օպ, օպ, ականջներին խորություն տամ, օպ, օպ, այստեղ մազեր նկարեմ, այսպիսի, գծիկներով, շերտիկների բաժանեմ, ծամեր, դե տղամարդիկ էլ ունեին ծամեր ենտեղ, մանավանդ եթե ցեղապետն է, այսպես, գծիկներով, որպեսզի մազերը այսպես լավ երևա, դե շատ արագ եմ ներկում, որպեսզի մեր եթերաժամը բավականացնի սիրելի փոքրիկներ, այսպես ուրեմն շերտիկներ, մազերը կկապենք ներքևի հատվածում, հիմա կասեք կատվի հետ ինչ կապ ունի, այս ինչ է անում Քերի Մուլտիկնիկը, ինչ է նկարում, այսպես շատ լավ է, այստեղից արդեն կզակն ենք նկարելու, օպ, փետուրը չմոռանանք, մեկ փետուր եմ նկարելու, այստեղից, հոպ, հոպ, զիգզագաձև, և փետուրի վերևի հատվածը, եթե կենտրոնից գծիկ տանենք, այստեղ բաժանենք, գծիկներ այստեղ, փետուրը պատրաստ է, ուղղակի փետուրի վերևի հատվածը սևով եմ ներկելու, չգիտես ինչու այդպես ցանկացա, հիմա եկեք դունչիկը կատվի նկարենք, հետո կանցնենք հագուստին, տեսնենք ինչ ապաչի հագուստ ենք տալու մեր ցեղապետ կատվին, դունչիկ եմ այստեղ նկարելու, այսպես, հոպ, քիթիկ եմ նկարելու այսպիսին,
Հոպ։ Եվ փիսիկի բերանիկը։ Գծիկ դեպի ներքև, ժպտացող բերանիկ։ Ուզում եմ կոպեր նկարել, աչքերը ոչ թե կլորիկ կնկարենք, ավելի այսպես կոծած աչքեր ենք նկարելու։ Ուշադրություն, այստեղից կոպերն եմ նկարում և կոծած աչքեր, կիսալուսնաձև։ Ահա, այ հիմա սա ուրիշ, մարմինն ենք նկարելու։ Երևի թե հագուստը այստեղից շատ արագ, շատ դյուրին ձևով եմ ձեզ սովորեցնում նկարել։ Տեսեք, որպեսզի բարդություն չառաջանա, այսպես թեք գծիկով այսպիսի մի հագուստ ենք նկարում։ Սիրելի փոքրիկներ, այստեղից ուլունքներ եմ տալու 1, 2, 1, 2, այստեղ էլի ժանիկ կկախենք, նրանք սիրում են ժանիկներ կախել, իբրև զարդեր, թելիկը, նախշեր ենք տալու շապիկի վրա, շապիկ ասենք, թե պիջակ ասենք, չգիտեմ, ինչպես են նրանք այն ժամանակ կոչել, էլի նախշեր ներքևի հատվածում, այսպիսի հագուստի վրա թելիկներ են կախել, կաշվից, դրա համար ես ուզում եմ այդ թելիկները այսպես առանձնացնել։ Տեսակ, ևս թելիկներ, այսպես, որպես նախշեր, շատ նորաձև են եղել, պատկերացնում եք այն ժամանակ ապաչիները, քոմանչները, այդպես կարելի ասել, այստեղից եթե փորիկի, այսպես, չգիտեմ, գոտի ասեմ, թելիկ ասեմ, այսպես կլորիկով, նախշեր կանենք, էլի եռանկյունիներ, երկար շորիկ կհագցնենք, այսպես, էլի շերտիկներով կբաժանենք, էլ ինչ անենք, այստեղ կաշվից ոշիկներ, գուցե սևով այսպես կողերը հնգծեմ, ամեն ինչ կարծես թե կաշվից էին այն ժամանակ պատրաստում, ևս ուրեմն ձախ կոշիկներ այսպես կընդգծեմ, շերտիկ, այսպես, թևիկը, քերին ասում է շտապիր ներկելու համար շատ քիչ ժամանակ է մնացել, թելիկը մեկ ձեռք կծալեցի ետևի մասում, որպեսզի բարդություն չառաջանա ներկելու համար, այսպես կծալեմ թևիկը, կտանեմ կող, այսպես, այս կտրտված կաշիներից այստեղ կնկարեմ, և այստեղ մատիկը կնկարեմ մեր ցեղապետ կատվի և երևի թե աղեղ կտամ նրա ձեռքում։ Այս պոչիկը, բարձրացնում ենք վերև, ձեռքը, այստեղ ամրակ կտանք, էլի փետուրներ ինչ-որ կախված, ևս մեկ ամրակ, այստեղ կլորիկ ինչ-որ մի բան, սևով նոր արդեն սրածայր մասը։ Կարծես թե վատ չէ, լավ է, ցեղապետ այստեղ է, ինչու է մի քիչ թեքված, գուցե ժայռի, ոտքը ժայռի վրա է, այսպես, պոչիկն էլ չմոռանանք, մեր ցեղապետի, ցեղապետ կատվի, նույնիսկ նախշերով, լավ է, հուխ, պետք է ներկել, ես ուզում եմ վերցնել մոխրագույն մատիտը, կատվին մոխրագույն ներկենք, այսպես ուրեմն, որպեսզի շորերը գունեղ ներկենք, հա, այսպես մոխրագույն, աչքերի կոպերը սպիտակ ենք թողնելու, դունչիկը էլի սպիտակ կթողնենք, սիրելի փոքրիկներ, այսպես, լավ է, վարդագույն քիթիկ, այսպես վարդագույն քիթիկ, լավ է, ավելի բաց վարդագույն մատիտով կոպեր կընդգծենք, այսպես, ականջին, ականջի խորությունը այսպես վարդագույն ենք ներկելու, շատ լավ է, կարմիր մատիտը ուր է, ահա, կարմիր մատիտը կվերցնենք, այս ճակատային թակ կանվանեք, չգիտեմ, ինչպես ուզում եք այդպես էլ անվանեք, կապոց, գլխակապ, չգիտեմ, հորինեք, մի բան հորինեք, այսպես կնկարեմ, նախշերը, եռանկյունի, վերևի սուր անկյունով
Եռանկյուններ կարմիր եմ ներկելու, այսպես, սա էլ, կարմիր, ներքևի հատված արդեն կարելի է կանաչել ներկել, այստեղ էլ այս փոքրիկ նախշերը էլի կարմիր, շատ լավ է, ինչ ենք անելու սիրելի փոքրիկներ, հիմա կանաչ մատիտը վերցնելու եմ, այ մյուս եռանկյունիները, այսպես, կանաչ եմ ներկելու, ամբողջովին հագուստը, տեսեք, պիջակ անվանենք, լավ, պայմանական պիջակ ենք անվանում, դեղին եմ ներկելու, հիմա քերի մուլտիկնիկը չի կարող իմանալ, թե ինչպես է կոչվել այն ժամանակ մեր քոմանչների հագուստը, մուգ դեղին մատիտով այսպես ընդգծելու եմ ձախակողմի հատվածից, եթե նկատում եք, նույնիսկ այդ կտրատված կաշիները մեկու մեջ այդպես դեղին եմ ներկելու մուգ, այստեղ էլ, այստեղ էլ ընդգծում ենք, թևիկներին ենք անցնում, ներքևի հատվածը, ծալքերը, այսպես ընդգծելու եմ, կտրատված կաշիներն եմ, այսպես մուգ դեղինով անելու, դնում ենք մի կողմ, բայց հիշեցեք սրանից հետո մոխրագույն մատիտով ձեռքերը պոչիկը ներկեմ։ Հիմա սպիտակ թողված հատվածները արդեն բաց դեղինով ներկելու ենք, այսպես։ Տեսակ, ինչ գեղեցկացավ, նույնիսկ կարմիրը խառնվեց, ավելի գեղեցկացավ, այստեղ։ Շատ լավ է, որտես թե ստացվում է, սիրելի փոքրիկներ, այսպես կապույտը ուր է, մի փոքր երանգն եմ մոխրագույնին, այսպես, շատ մոխրագույնն էլ մի բան չէ, այսպես, հիմա մոխրագույն մատիտով թաթիկները ասացի, որ պետք է անպայման ներկենք, մի քիչ լավ չի երևում, գիտեմ ձեզ, դեղին մատիտով նախշեր էստեղ, ատամը, ուլունքները, այստեղի ներքևի շերտիկը կարելի է դեղին ներկել, բայց երկար հագուստը, խալաթի նման երկար հագուստ ուզում եմ, իմ փոքրիկ բարեկամներ, սպիտակ թողնել։ Վարդագույն մատիտով արդեն կներկենք կոշիկները, քերին ասում է շտապիր, մեզ շատ քիչ ժամանակ է մնացել, քերի, ավարտում եմ, պոչիկի վրա շերտիկ, այսպես արդեն նետը կներկենք, էլի դեղինով սրածայր մասը կներկենք, փետուրները և վերջ կարծես թե ավարտում ենք, այսպես, մի քիչ էլ, որ ներկված, սիրուն, մի քիչ էլ որ կանաչով, այսպես ժայռերի խոտիկները նկարենք, այսպես, վերջ ավարտում եմ, մեր այս ապաչի կատուն էլ կարծես թե պատրաստ է, հենց այս պահին էլ հորինեցինք մենք ձեզ հետ, սիրելի փոքրիկներ, թե ինչպես ստացվեց, դե արդեն կարծես թե ստացվեց, կարծես թե կատունների ապաչի ցեղապետը մեզ մոտ լավ ստացվեց, դուք առանց շտապելու, քանի որ դուք եթերային ժամանակ չունեք տանը արդեն ազատ նստած եք ձեր սեղանների շուրջ, հաղորդումից հետո առանց շտապելու, նույնիսկ մայրիկների, հայրիկների օգնությամբ կարող եք ամբողջովին ձեր հերոսին նկարել, ներկել և ուղարկել քերի մուլտիկնիկին, այսպես, ավարտում եմ քերին ասում են շտապիր, ուղղակի սպիտակ թղթիկից ուզում եմ առանձնացնել մեր հերոսին ավելի լավ երևալու համար, այսպես, վերջ, ամպիկներ, սարեր, արդեն դուք ձեր մանկական երևակայությամբ կարող եք շարունակել, մազերն էլ մի քիչ, այսպես, մքացնեմ, սպիտակ մասեր չերևա, ծաները, այսպես, վերջ քերի, ավարտեցինք, և մեր ապաչի կատուն, ապաչիների ցեղապետը պատրաստ է, չի ուզում չի բուխով նկարել, վերջ, այս նկարն էլ սիրելի փոքրիկներ մասնակցում է մեր մրցույթին, նկարում եք, հորինում եք պատմություն, այն մյուս նկարներն էլ միասին ուղարկում եք քերի մուլտիկնիկին,
Իհարկե մեր հասցեով քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2 կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Այնտեղ գրում եք ձեր մեծերի հեռախոսահամարները, որպեսզի ապաչիները հաղթողին զանգարեն, հրավիրեն, այսպիսի մրցանակներ տանք եւ իհարկե բացի մրցանակից նաեւ նա մասնակցի մեր հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, սիրելի մեծեր, անպայման բաժանորդագրվեք ձեր փոքրիկների համար Մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ լիք հաղորդումներ կան, նոր հաղորդումներ, երբևիցե հեռուստաեթերով չեք դիտել, կան մրցանակաբաշխություններ, Մուլտիկնիկ, հեքիաթ ներկայացումներ եւ այլն եւ այլն։ Դե ինչ, մեր ապաչի ցեղապետ հրաժեշտ պետք է տանք փոքրիկներին։ Հրաժեշտ է տալիս նաեւ մեր ժամապահքերին։ Ինչպես բարգացի, չէ՞, մի քիչ ժամանակ տվեց ժամապահքերին։ Չի բարգացել։ Ժամապահքերին իմ ետևում գտնվող բոլոր մուլտիպլիկացիոն հերոսներն են ձեզ հրաժեշտ տալիս սիրելի փոքրիկ բարեկամներ, ապաչի ընկերությունից քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, աղի ձողիկներով, կրեկերներով, չիփսերով, նախաճաշիկներով եւ իհարկե մարշմելոններով հանդերձ ձեզ հրաժեշտ են տալիս։ Քաղցր հրաժեշտ ապաչիների կողմից։ Հրաժեշտ է տալիս նաև քերի Մուլտիկնիկը, սիրելի մեծեր եւ փոքրիկներ, միշտ ասում եմ, եղեք բարի, ներողամիտ, սիրեք իրար, սիրեք արվեստը, նկարեք։ Այն նկարելուց լավ բան չկա։ Դե ընդհանրապես արվեստից լավ բան չկա։ Նկարել, երգել, պարել։ Եղեք բարի եւ սիրելի։ Քերի Մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ է տալիս, վաղը եւս մեկ հերոս ենք նկարելու, թե ինչ հերոս, բայց ապաչ կերպարով։ Կփորձենք։ Իսկ հիմա մինչ նոր հանդիպում, Աստված ձեզ պահապան։ Baba zip bop, baba zip bop, baba zip bop, baba zip bop, baba zip bop.